Հատուկ ցանկանում ենք նաև նշել, որ քաղաքացիական պայմանագրի падգամավոր Վահագն Ալեքսանյանը ընտրության օրը, այսինքն քվեարկության օրը, զրպարտչական հայտարարություններ արել իր պաշտոնական էջում եւ որը արտադրվել է նաև Civic-ում եւ Media-News-ում, իդեպ ցույց տալով դրանց փոխկապակցվածությունը, զրպարտչական արտահայտություններ արել հայաքվե դիտորդական առաքելության հասցեին, կոչելով այն կեղծ դիտորդական առաքելություն, որովե կերպ դա չհիմնավորելով։ Իր բացատրությունը ընդհանրապես այն էր, որ 31-70 տեղամասում մենք կոնկրետ դրվագ ենք արձանագրել, որի դեպ վիճելի դրվագ է, որովհետև երկու կողմից էլ կարելի է դրան նայել, եւ այդ դրվագի արձանագրումը իր համար հիմք է հանդիսացել պնդելու, որ մենք կեղծ դիտորդական առաքելություն ենք, թեև մենք ըստ էության օրվա ընթացքում 98 ընտրական տեղամասում ենք աշխատել Գյումրիում եւ Փարաքարում եւ ոչ մի տեղամասից հանձնաժողովների նախագահներից, քարտուղարներից, անդամներից որևէ վերապահում մեր աշխատանքի հասցեն չի ընչել, որ մենք օրինակ խախտել ենք դիտորդի պարտավորությունները, ունեցել ենք որևէ կողմնակալություն, փորձել ենք քաղաքացիներ ուղղորդել այս կամ այն ուղղությամբ, բացարձակ որևէ վերապահում մեր աշխատանքի վերաբերյալ չի եղել, սակայն պարոն Ալեքսանյանը իրան թույլ է տվել այդպիսի զրպարտչական արտահայտություններ անել։ Ես հատուկ կարծում եմ, որ պարոն Ալեքսանյանը կամ պետք է ներողություն խնդրի հաշվի առնելով մասնապես իր հանրային կարգավիճակը, կամ պետք է փաստեր ներկայացնի, որ մենք որպես դիտորդական առաքելություն կեղծ էինք եւ հանդես էին գալիս տեխնացուներից ինչ-որ մեկի օգտին։ Դա բացառված է բնականաբար եւ մենք միարժեք մերժում ենք այդպիսի կանխավարկածը, բայց կամ իսկապես թող ինքը այդպիսի փաստեր ներկայացնի կամ ներողություն խնդրի զրպարտության համար։